միշտ քույրեր, մեզի շատ սիրող Հիսուսին փառք, կարդանք Հռոմեացի 8-րդ գլուխ 15-րդ խոսքից։ Հռոմեացի 8-րդ գլուխ 15-րդ խոսքից։ Որովհետև դուք ծառայության հոգին չառաք, որ դարձյալ վախենաք, այլ որ տեգրության հոգին առաք, որով աղաղակում ենք Աբա Հայր։ Հարց է առաջանում, թե ինչու համար սկսել դարձյալ վախենանք, երբ էին էլի վախեցել։ Իմացեք, որ երբ որ հրեաները օրենքի տակ էին, իրենք ստացել էին ստրուկության հոգի, այսինքն օրենքի պատճառով իրենք տարել էին մեղքի ստրուկներ։ Ու երբ որ իրենք մեղքի ստրուկության տակ էին, իրանք դատապարտության տակ էին, որը իրանց կբերեր վախը։ Բայց շարունակությունը նայեք ինչ կսե, թե մենք ստացանք որդեգրության հոգին, որով աղաղակում ենք Աբա Հայր։ Այսօր մեր Աստվածը տարել է մեր հայրը, բայց պրոբլեմն ինքը որ մեծամասնությունը քրիստոնյաների այսօր մոտիկնան գա Աստծուն օրենքի հոգեբանության մեջ, մոտիկնան գա Աստծուն վախով ու իրանք քանի որ օրենքի մտածելակերպի մեջ են, իրանք իրենց կտեսնին մեղավոր ու Աստծուն կտեսնին շատ մեծ, շատ սուրբ, բայց այնքան սուրբ, որ իրանից իրենց շատ հեռու կզգան։ Բայց չեն գիտակցել Աստծու մեծ սերը, որովհետև իրանք տարել են Աստծու որդի, Աստծու ընտանիքի մեջ են, Աստվածը իրանց հայրն է։ Նայեք, վերցնենք օրինակը Պետրոսի։ Երբ Պետրոսը փող էր պարկ մաքսավորներին, արդեն մեկանի օր էր մնացել, դիմուց էր ինքը գնաց սաղ գիշեր ձուկ պնդրելու, բայց սաղ գիշեր չգտավ, չէր գա։ Բայց առավոտ նոր ելավ, Հիսուսը եկավ իրանց սաղքից լոդկի աջ կողմը, որ գցեց այնքան ջուր, այնքան ձուկ հավաքեց, որ համարը սուզվեր։ Հետո ինչ եղավ, երբ որ Պողոսը եկավ Հիսուսի մոտ, իրանց սաղ հեռացի ինձանից, որովհետև ես մեղավոր եմ։ Նայեք, Պետրոսը օրենքային մտածելակերպի մեջ էր, ինքը իրան այնքան մեղավոր զգաց, որ ետ հեռեց Աստծուն, ինքը իրան հեռվեցրեց Աստծուն, որովհետև ինքը հայտնությունը չուներ Աստծու սիրով իր հանդեպ, ու ինքը իր այդ վատ վիճակում դառավ մենակ, ինքը պետք է իր ուժերի վրա իր հույսը դներ, որովհետև օրենքի մտածելակերպի տակ էր։ Օրենքի մտածելակերպի տակ Աստված կսպասեր, նաև մենք կռնանք ելենք, թե չէ։ Բայց օրենքը չի հայտնի, թե ինչքան Աստված մեզ սիրե։ Ու նաև նույնը կրկնվավ, երբ որ Պետրոսը դավաճանեց Հիսուսին 3 անգամ։ Երբ որ դավաճանեց, այնքան իրան մեղավոր զգաց, որ լաց եղավ ու փախավ այդտեղից։ Բայց նայեք, Հովհաննես 21-րդ գլխում ինչ տեղի կունենա։ Երբ որ Պետրոսը կլսե, որ Հիսուսը եկել է, ինչ կերնի, լոդկից թռնիկը ու վազելով կուգա Հիսուսի մոտը։ Բայց ինչ էր տեղի ունեցել Հիսուսի հարությունից առաջ ու Հիսուսի հարությունից հետո, որ հիմի Պետրոսի մեջ այդպես փոփոխություն էր եղել, որովհետև ես հաստատ կմտածեմ, որ եթե Պետրոսը նույն մտածելակերպի մեջ եղներ, որ լսեր, որ Հիսուսը կուգա իր դավաճանությունից հետո, հաստատ վազելով կփախներ տժմյուսա բերևի իր լոդկով։ Բայց այս անգամ թռավ լոդկից, վազելով եկավ Հիսուսի մոտ։ Ինչի՞։ Դիք 4 ավետարանների մեջ գրած չէ, բայց մեզի Պողոսը գայինն է։ Առաջի Կորինթացի 15-րդ գլխու 5-րդ խոսքի մեջ Պողոս առաքյալը մեզի կսե, որ Հիսուս Քրիստոսը իր հարությունից հետո երևաց Կեպասին ու հետո 12-ի մեջ էլի կմնի Կեպասը։ Կեպասը որ չի դե Պետրոսն է։ Այսինքն Հիսուս Քրիստոսը հանդիպում է ունեցել Կեպասի հետ, հետո 12-ի հետ։ Դիք մեզի կայնն է Պողոս առաքյալը։ Ու քանի որ այդպես փոփոխություն է եղել Պետրոսի մեջ, ուրեմն Հիսուս Քրիստոսը հանդիպման ժամանակ Պետրոսին
բացարել է թե իշկան իրանք սիրե, բացադրել է թե որ ամիգվանի ցարությունից հետո իր հայրը արդեն առաքյալների հայրները ու պետք 12 սիմոննիկ կրկնի որ ես կերտամ իմ հայրիս մոտ, ձեր հոր մոտ։ Բայց նայեք դրա համար որ երկրորդ Պետրոսը Հովհաննես 21-ի մեջ կլսե որ Հիսուսը եկել է, այս անգամ էլ չի վախենա, էլ չի փախնի, այլ մոդիկ ու կա սիրով ու երեք անգամ իրան կսե որ Հիսուս իրան կարծես սիրեց, գնզի ու կսե հա։ Որովհետև մի հայտնությունն ուներ, որ Աստված իրան սիրե, որ Աստված իր հայրն է։ Որովհետև մենք այսօր քրիստոնյաները շատ ժամանակ երբ որ կգնենք պրոբլեմների մեջ, ավելի շատ երբ որ կգնենք պրոբլեմների մեջ, մոռանանք որ Աստված մեր հայրն է ու ուզե ամեն ինչ անի որ մեզ օգնի։ Մեր պրոբլեմը իր համար ավելի մեր պրոբլեմի լուծումը իր համար ավելի կարևոր է քան մեր համար, որովհետև իր սերը ավելի մեծ է մեր համար, քան մեր սերը մեր համար։ Ինքը մեզ սիրի կադարյալ սիրով, իսկական որպես, կադարյալ որպես ու ամեն ինչ կուզեին որ մեր պրոբլեմը լուծե, մեզնից շատ կուզե մեր պրոբլեմները լուծե։ Ու մենք երբ որ վատ վիճակում ենք, եթե կուզենք հաղթող կյանք ունենանք Քրիստոսի մեջ, պետք է միշտ գիտակցենք որ ինչքան Աստված մեզ սիրի, ինչքան մեծ է իր սերը։ Աստծո սերն է որ Աստծո սերը մեր ուժն է հաղթող կյանք ունենալու համար։ Կարդանք Հռոմեացի 8:37 խոսքը։ Բայց այս ամեն բաներում առավել ևս հաղթում ենք։ Բայց այս բաներում առավել ևս հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց։ Մենք հաղթում ենք ինչու միջոցով։ Նրա միջոցով, որ մեզ սիրեց։ Տեսեք, սերը իր կարևոր է մեր հաղթության համար։ Եկեք կանք աղոթքի ու աղոթենք գիտակցելու համար, թե ինչքան ինքը մեզի սիրե, որ գիտակցենք, թե ինչքան լավ հայր է ինքը ու ինչքան մեզի սիրե։ Կանք աղոթքի։